Ասում են դա միջամտություն է ընտրություններին։ Ինչով։ Մի հատ էլ բան ասեմ։ Ուրեմն բոլոր ընտրությունների ժամանակ Հայաստանը պաշտոնապես աջակցության համար դիմել է այդ թվում եւ Եվրոպական միությանը։ Դա կարող է լինել ամենատեխնիկական աջակցության շերտում, կարող լիներ դասընթացների կազմակերպում, բոլոր ընտրական հանձնաժողովների անդամների համար, դա կարող լիներ, չգիտեմ, տեսախցիկներ եւ այլն եւ հիմա այդ նույն համագործակցությունը մի քիչ ավելի է ընդլայնում եւ հասցեագրում է նաեւ արդի մարտահրավերները։ Ես չեմ այսինքն եթե մի երկրի իշխող կուսակցության կամ չգիտեմ, կամ զանգվածային լրատվության միջոցի կամ փորձագիտական հանրության ներկայացուցիչը աջակցություն է հայտնում օրինակ Հայաստանում ինչ որ մի քաղաքում համայնքային ընտրություններին կոմունիստական ասենք կուսակցությանը, այդ միջամտություն չի այս տարի ներքին գործերին, բայց երբ որ Եվրոպական միությունը ասում է, որ մենք պատրաստ ենք օգնենք, որ Հայաստանը աջակցենք ինչով կարող ենք, որ Հայաստանը շարունակի ունենալ ժողովրդավարական ընտրություններ, այդ միջամտությունն է ներքին գործերին, կներեք, այստեղ մտածում եմ, որ դա ասում են այն մարդիկ կամ այն ուժերը, որոնք հասկանում են, որ ժողովրդավարական ընտրությունների պայմաններում, եթե իրանց չհաջողվի ուրեմն խաթարել այդ ժողովրդավարական ընթացքը եւ իսկապես ժողովուրդը գնա եւ քվեն տա, այդ պայմաններում իրենք ուղղակի շանս չունեն այդ քվեն հավաքելու